Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 24-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Այս ալիքում միայն լինում է տարվա ծնված նշանների համար։ Ովքեր որ նոր են եւ չգիտեն, հա միայն դա է։ Եթե ուզում եք լսել ամսվա նշանը համեմատել իրար հետ կամ այդպես պատկերացում կազմել լիարժեք ձեր օրվա մասին, որովհետեւ ընդհանուր է կանխատեսումը, ապա կարող եք միանալ մյուս ալիքին։ Հղումները լինում են վերնագրի տակ, վերնագրի վրա որ սեղմեք, ինքը ներքևում ամբողջ մեկ անգամ այդպես որ գրված է, հա, օրինակ կանխատեսում, օրվա կարևոր իրադարձություն եւ այլն, հա, այնտեղ չեմ էլ հիշում ինչ վերնագիր է։ Այդպես սեղմում եք եւ ներքևում ամբողջությամբ ամեն ինչ, բոլոր տեղեկատվությունը ալիքների վերաբերյալ կբացվի։ Հղումները նույնպես ընդհանրապես սեղմեք վրան եւ անցնում եք այդ մյուս ալիքը։ Այսքանը եւ կնայենք առնետներին, տեսնենք ինչ է սպասվում առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 24-ին։ Այդ որ ինչ-որ մի բանի լուրջ չեք վերաբերվում, ինչ-որ կարևոր մի բան է, որը անտեսում եք, որը լուրջ չեք վերաբերվում։ Նաև դա կարող է լինել խաղ, կամ խաղ եք խաղում, այդ օրը ինչ-որ միտեղ կարող գնալ խաղ խաղալ, կամ նաև ինչ-որ մի բանի հետ եք խաղ խաղում, հա, ինչ-որ պետք է լուրջ վերաբերվել դրան, բայց խաղի եք վերածել։ Նաև դա մեկ ակնթարթ, ոչ մի բան տեղի կունենա։ Չեմ կարող ասել լավ թե վատ, չեմ կարող քարտ ավելացնել, որովհետև դա բոլորի համար է եւ չեմ կարող մեկ բան ասել բոլորի համար։ Այդ օրը նաեւ ոմանք ոչ է նամակ կարող են ստանալ, փաստաթուղթ, փաթեթ, SMS, ինչ-որ մեկի հետ SMS-ի, այդպես նամակագրական կապի մեջ լինեք։ Նաեւ փաստաթուղթ դա կարող է լինել, որը կամ ստորագրում եք, կամ հրավիրատոմս է, ինչ-որ առիթի տոմս է, ինչ-որ կամ կինո, թատրոն եւ այլն։ Կներեք, նաև այդ որ կարող վիճել ինչ-որ մեկի հետ կամ տուն եք մաքրում, կամ վիճում եք կամ տուն եք մաքրելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերն են իրենք։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 24-ին։ Երեխաների հետ կապված ոչ իրադարձություն է, այստեղ հնարավոր է։ Դե սա էր ուզում դուրս գալ։ Առիթ է դա այդ օրը, գուցե երեխաների հետ կապված, այստեղ կամ ձեր երեխաներն են արդեն, կամ կնունք կարող է լինել, հա, մանկական ոչ առիթ է։ Նաև կարող է ծնունդ է այստեղ կամ ծննդաբերության հետ է կապված կամ հղիության կամ սեռը որոշելու, մի խոսքով, այստեղ ամեն մեկի մոտ մի բան կնի երեխաների հետ կապված։ Նաև ոմանք կարող են նոր բիզնես բացել, ցանկանաք այդ օրը բացել, այնպիսի բիզնես, որ կապ կունենա հասարակության հետ, առևտրի կամ նմանատիպ ոչ մի բան է, որը հասարակության հետ է կապված։ Նաև առիթ կարող է լինել այդ դա, գնաք կինո, գնաք թատրոն, գնաք ոչ մանկական սրճարան, մանկական տեղ, եւ այդ օր յուրաքանչյուր բան հաջողությամբ կավարտվի։ Եթե լավ ուսումնասիրեք մանրուքները, հա, նայել իրա պոչից դուրս եկավ, այնպես որ ամեն ինչը պետք է լավ մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հաջողություն կունենանք։ Հաջողությամբ կավարտեք ինչ-որ մի բանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 24-ին։ Ինչ-որ մի բան են լուրջ չեք վերաբերվի այդ օրը, նաև սա մեկ ակնթարթ ոչ մի պահ է, նայեք եթե խաղ խաղակ, այստեղ գումարի կորուստ է, հստակ, պարզ երևում է, խաղ, գումար, կորուստ, եթե ցանկանաք գնալ խաղալու, թեկուզ հիմա ինտերնետով էլ են, շատ չգիտեմ այդ ինչ համատել ժողովրդի մեջ,
Բայց ինտերնետով էլ են շատ խաղում, այդ դեպքում էլ եւս, հա, ինչ կապ ունի ինտերնետով, թե այնտեղ նստած եմ, եւ նույնը խաղը մնում է խաղ, եւ այստեղ կարող կորցնել։ Թեկուզ եթե մեկ ակնթարթ որոշեք, որ լավ, մի հատ լոտո է, մի հատ փորձեմ գնել, հա, հենց այդ լոտոյի այդ գումարը եւս դա կկորցնեք։ Միգուցե մեկ հատ չեք գնում, այլ շատ եք գնում։ Նաև դա մեկ ակնթարթ, որը չէ մի բան է, որ տեղի կունենա, կամ այդ օրը լուրջ չեք վերաբերվում գումարին, հա, դե կգա մեկա հեսա, այսքան ծախսեմ մեկա դե հեսա իրիկունը գալու է, կամ նման տիպոյցը պահել, եւ խնդիրներ կարող եք հետո ստեղծել այստեղ կորուստ է։ Ուղղակի կկորցնեք այդ գումարները անվերադարձ։ Ոմանք այդ օրը գումար կստանան, ոմանք նաև գումար կծախսեն այդ օրը կամ գումարի մասին կարող եք խոսալ որևիցե մեկի հետ, եթե այստեղ անլուրջ քննարկում լինի եւ ուղղակի պայմանավորվեք օդի մեջ, դա եւս, հա, այստեղ կորուստի կարող է բերել։ Միևնույնն է, այդ օրը կորուստը ունեք։ Մանր-մուներ խնդիրներ են միգուցե ֆինանսական, որը կարող է մի պահ ի հայտ գալ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 24-ին։ Հաջողություն է, դեռ ինչ-որ մի բանը հաջողությամբ կընթանա, միգուցե հարսանիք է, միգուցե առիթ է, նշանադրություն դա կարող է լինել, նաև ձեր հարսանիքը կարող է լինել, որտեղ փոխում եք այստեղ նաև ձեր կյանքի էջը, որակը, ամեն ինչ, այն ինչ որ ինչպես որ ապրում եք։ Սա նաև հաջողություն կարող է լինել գործարքում, շատ հաջողակ գործարք կարող եք կնքել այդ օրը, որը վերաբերվում է այստեղ ինչ որ փաստաթուղթ է այստեղ հստակ ստորագրվում, կամ դա կարող է լինել պատվեր, որը ունի օրինակ մեկ շաբաթ կամ մեկ ամիս, ոնց որ պետք է անեք նույն պատվերը, այդպիսի ինչ որ մի բան կարող է լինել ոմանց համար։ Եվ որոշ գաղտնիք կբացահայտվի, դա կարող եք իմանալ, որ ինչ որ մեկը ամուսնացել է անգամ, կամ ամուսնանում է այդ օրը, դա ձեզ համար կլինի գաղտնիք, հա, գաղտնիքի բացահայտում, նաև այստեղ ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, եւ իրոք անսպասելի դա կլինի ձեզ համար, չնայած արդեն իմացաք, ամենայն դեպս, հա, բացարձակապես տվյալ մարդուց այս ժամանակահատվածում կարող չեք սպասում։ Այսքանը դե հարսանիք, հա, այստեղ կարող եք հարսանիքի նաև գնալ։ Կամ է ձեր հարսանիքն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 24-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղայի հետ, կամ այս տղայի հարսանիքն է։ Այս տղան ձեզ ամուսնության առաջարկ կանի, կամ ձեր ընտանիքի անդամն է, ձեր ամուսինն է։ Նաև ունեք երեսանի մարդիկ այդ օրը, 2 չէ, 3 երեսանի մարդիկ այդ օրը ձեր շրջապատում, այնպես արեք, որ այստեղ չխառնեն ձեր հարաբերությունները, հատկապես ամուսնական հարաբերությունները, կամ այն հարաբերությունները, որոնք որ գնում են դեպի հարսանիք, դա կարող է ինչ-որ մի տղայի հարսանիք է, եւ այնտեղ երկերեսանի մարդիկ են նստած, այդպես քչփորում են, նայում են սեղանը, տեսնում են ինչ կա, ինչ չկա։ Տեսնենք լավ ոմանց համար այդ օր այդ տղանով է։ Այդ տղայի ճանապարհ կարող եք գնալ, կամ օգնի ձեզ գործեր առաջ մղեք, կամ դուք իրեն օգնեք, ոչ թե գործեր առաջ մղի։ Կամ մեքենա եք գնում օրինակ այդ տղայի հետ, կամ այդ տղան է մեքենա գնում։ Նաև դա այդ օրը հարսանիք կարող է լինել, եթե ոչ, ապա այդ օրը կարող են ձեզ հրավիրել հարսանիքի, նշանադրության, նման տիպով ոչ առիթի։ Նաև դե ամուսնության առաջարկ է սա, դուք կանեք, ձեզ կանեն, գործարք է սա, որը կարող եք կնքել, միայն պետք է արդեն այստեղ ուշադիր լինել, որովհետև 3 երեսանի մարդիկ կան, գործարք կնքելուց ամեն ինչ պետք է լավ մանրակրկիտ ուսումնասիրել նոր։
Ինչ էլ որ ուզում է լինի միայնումն է, այդ օրը 3 երեսանի մարդիկ կան ձեզ մոտ, ինչ էլ որ առաջարկեն, անմիջապես մի ընդունեք եւ անմիջապես էլ նաեւ մի մերժեք։ Կողը իրենն է հարմար դա, բայց ձեզ էլ է հարմար։ Այն ինչ որ ձեզ է առաջարկում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օցերին։ Ինչ է սպասվում օցերին հունվարի 24-ին։ Սա ուզում էր, ինչ-որ գաղտնիք է, որը կարող է բացահայտվել, կամ սովորեք ինչ-որ մի բաներ։ Այդ օրը ճանապարհ եք գնալու, նաև կարող մարդիկ կան ձեզ մոտ, այստեղ նաև գումար է, հա, որ ստանում են, ապրանք են ուղարկում, ինչ-որ նմանատիպ պահեր են, ոնց որ գնում գալիս է ինչ-որ բաներ։ Նաև դա կարող է լինել գործերի առաջ մղում, այն գործերը, որոնք որ կանգնացրել եք, կանգնած էր, հիմա այդ գործերը առաջ կմղեք ի վերջո։ Նաև դա կարող է լինել մեքենայի գնում կամ որևիցե մոտո եւ այլն, նավ, թեկուզ։ Ամենայն դեպս գործերը առաջ մղելու համար այստեղ ոչինչ չկա խանգարող ձեզ։ Նաև կարող եք հստակ ուղի ընտրել, հա, եւ այդ ուղով այդ գործերը առաջ մղել։ Ոնց որ կմտածեք, որ այսպես գնամ, հա, այսպես տանեմ գործերս առաջ։ Սա է ճիշտ։ Ինչ էլ որ անեք, հա, այդպես ինչ որ ուղղություն եք ընտրելու։ Գուցե նոր ուղի է, նոր գործեր են ձեզ համար, որոնք ուզում եք որ անեք այդ օրվանից սկսված։ Եվ բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը, ոմանք հանդիպում կունենան իրենց մայրիկի հետ կամ խոսակցություն կամ որ թե ինչ-որ պահեր են ձեր մայրիկի հետ կապված, ոմանք կունենան ռոմանտիկ ժամադրություն, ռոմանտիկ ինչ-որ պահեր, լուսինը աճում է այնպես, որ այդ ժամանակահատվածում բավականին մեծ կլինի լուսինը, փետրվարի 1-ին է կարծես թե լուսինը, այնպես որ այստեղ մի քանի օր հետո արդեն լուսինը մեծ է։ Նաև սա ոչ է պահեր են, որ մարդու մոտ ոնց որ գաղտնի է մնում, ինչ-որ բանը լիարժեք բացահայտված չէ։ Ինչ-որ պահ ոնց որ կլինի, ոնց որ ձեզ մոտ մութ է, բայց ինչի սենց ասեց, բայց ինչի էսպես է, հա, բայց ինչի սա, հա, նմանատիպ ինչ-որ հարցեր կարող են ձեր մոտ առաջանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 24-ին։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, կարող աստղ լինել ինչ-որ մի հարցում։ Նաև այդ օրը կարող երազանք պահել, եթե երազանք ունեք, հա, պահեք այդ օրը, կապը Աստծու հետ ավելի ուժեղ է լինելու այդ օրը։ Նաև հեռվից ոչ մեկից կարող եք նորություն լսել, ոչ մեկից կարող է, ինչ-որ տեղեկատվություն լսեք։ Այստեղ ոմանք կարող են վիրահատություն անել, վիրահատության գնալ։ Սա նաև ինչ-որ բան է, որ մարդ իր կյանքից հեռացնում է։ Ցանկությունը իրականացնելու համար ինչ-որ մի ձևով պետք է ինչ-որ մի բան ձեր կյանքից հանեք։ Հիմքից փոխեք ինչ-որ մի բան։ Կարող է այս աղջկան եք հանում, օրինակ ընկերուհի է կամ եւ այլն, ինչ-որ մեկն է։ Նաև վիրահատությունը սուր գործիքներով աշխատելուց այդ օրը պետք է ուշադիր լինեք կամ նաև կարող է ուղղակի սուր գործիքներով եք աշխատում այդ օրը։ Այն եւս բան, այն ասեղներով, հա, ինչ որ ծակում են դեմքերը եւ այլն շուրթերը։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ եւ ուղղակի ինձ զարմացնում է, գիտեք, այդ շուրթերը եւ դեմքը լցնելը այդ հեղուկը ուր է գնում։ Ինքը չի ոչնչանում, ինքը գնում է ձեր օրգանիզմ ոչ միտեղ։ Ձեր չէ, հա, այն մարդկանց ովքեր որ անում են, ինչ որ միտեղ է գնում։ Այդ աղջկան տեսնելուց բավականին շատ կուրախանաք։ Ինչ որ մեկն է, որ ձեր տրամադրությունը բարձրացնի, հա, իրեն տեսնելուց կուրախանաք։ Որ ձեր աղջիկն է, ինչ որ մեկն է, ում վաղուց չեք տեսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, վարազներին։
Ինչ է սպասվում այծերին հունվարի 24-ին։ Ինչ-որ բան է ձեր կյանքից գնալու, նորին տեղ բացելու համար, բայց նորը դեռևս խոչընդոտներ կան։ Ամենայն դեպս, ինչ-որ մի բան գնում է դա հավիտյան։ Միայն նորին տեղ բացելու համար։ Պետք է ուղղակի բաց թողնել, ինչ էլ որ ուզում է լինի։ Կարող է դա ձեզ համար խոչընդոտ է։ Տեսնենք խոչընդոտը ինչն է սա։ Ոչ է տղամարդու հետ է կապված խոչընդոտը։ Կամ ինքը կլուծի, կօգնի ձեզ լուծել, կամ նաև ինքն է ստեղծում, օրը ձեզ ցույց կտա, օրը կասի, ինչ է տեղ ունենում։ Նաև այդ օրը ոչ է ուղի եք ընտրել, ինչ որ ուղղություն կարող եք ընտրել, ինչ որ մի բանի հետ է դա կապված։ Սա անեմ, նա անեմ, այսպես կվարվեմ, այսպես կանեմ։ Նմանատիպ փոյցա պահեր են։ Միգուցե դուրս գալու հետ կապված, միգուցե մարդը ինչ-որ մի բան կորցնում է, արդեն սկսում պլաններ, չէ՞, կազմել, ոնց որ սա կանեմ, այսի կանեմ, որ սենց եղավ, եթե օրինակ մարդը աշխատանքը կորցնում, կգնամ այստեղ կդիմեմ, այնտեղ, այդ ուղղությունը, ոնց որ այդ օրը որոշեք անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 24-ին։ Երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ են։ Գուցե ձեր երեխաներն են գալիս, ձեր քույրը, ձեր եղբոր երեխաներն են գալիս ձեզ մոտ։ Նաև սա բիզնես է, որը կցանկանաք բացել, մանկը կամ պահվածք է, երեխական պահվածք է, որ կարող եք ձեզ պահել, կամ ձեր դիմացինը կարող այդպեսին լինի։ Նաև կարող է առիթ է, գնում եք առիթի, հղիություն, ծննդաբերություն, ինչ-որ մեկի կամ նաև ձերը։ Ոմանք այդ օր նամակագրական կապի մեջ կլինեն դիմացինի հետ, ոմանք նաև ինչ-որ փաստաթուղթ կարող են ստանալ, փաստաթուղթ ստորագրել, ոչ է տեղեկատվություն ստանալ և հաջողություն ունեք, նոր դռներ են բացվելու, միգուցե այդ փաստաթուղթն է անում, միգուցե դրա հետ է կապված այդ դռները բացվում են, ինչ-որ տեղեկատվություն է, ոչ է ինչ-որ փաստաթուղթ է, որը կնիքով է և դա շատ կարևոր է ձեզ համար։ Այսքանը, կամ ինչ-որ բան է ավարտվում սա, կամ հաջողություն է ձեզ բերում, կամ ինչ-որ բան է ավարտվում։ Այդ հարցին փակում եք, այդ հարցը փակում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունվարի 24-ին։ Այդ օրը որևիցե կամուրջ կստեղծվի ձեզ համար, ինչ-որ մի բանը կհեշտանա ձեզ համար, որ դուք անեք, ավարտեք, ինչ-որ մեկին տեսնեք, հանդիպեք, խոսեք, այն ինչ-որ ուզում եք անել, ոնց որ կամուրջը դա ոնց որ ավելի հեշտացնում է այդ պրոցեսը։ Նաև ոմանք կարող են փաստաթուղթ ստանալ, փաստաթուղթ ստորագրել, տեղեկատվություն ստանալ, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ լինել, կարևոր նորություններ լսել այդ օրը և կուրախանաք, բարձր տրամադրություն կունենաք, այդ նորությունը կարող է ձեզ ուրախացնել, այդ փաստաթուղթը կարող է ձեզ ուրախացնել, ինչ-որ մի բան է, որը ձեզ շատ է ուրախացնել այդ օրը, էներգիա կտա, տրամադրությունը կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին հունվարի 24-ին։ Այդ օրը ձեզ ևս աքաղաղների նման որևիցե հնարավորություն կընձեռվի ինչ-որ գործեր անելու համար, ինչ-որ գործեր անել ավարտելու համար, ինչ-որ մեկին տեսնելու համար, ինչ-որ բաները հեշտանում մարդու կյանքում, որ ինքը ավելի հեշտ կկարողանա այս կամ այն պրոցեսը անել։ Այս քարտի օգնությունն է դա։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է։
խորաման մարդ է, խորաման կաղվես է, խորաման կեմ, ինգուցե խապեբա եմ, ինգուցե այդ օր ինչ-որ մի բաներ է ձեզ հորինում, պատմում, ինչ-որ մեկն է խորաման։ Այդ օր նաև ոյցա միջավայրում կգտնվեք, լավ շրջապատում, ոմանք նաև ոյցա պետական հիմնարկության աշխատողների հետ կարող եք հանդիպել։ Սա պաշտոնեն նաև կարող են ձեզ առաջ խաղացում տալ կամ պաշտոն տալ, նաև կյանքում նոր իմաստ կարող եք գտնել, այստեղ կարող է այս աղջիկը խորամանկային ուղղակի մտնում է ձեր կյանք, կարող է դուրը գալիս է եւ մտնում է ձեր կյանք, այլ տղաների համար, կամ դուք եք մտնում իր կյանք։ Եվ դրա համար այստեղ կյանքի նոր իմաստ եք գտնում։ Կարող եք նաև զգալ այդ որ արդեն մեծ եք եւ իրոք պետք է ինչ-որ մեկը, եթե հատկապես սա միայնակ եք։ Կզգաք դրա, այդ կարիքը կզգաք։ Դե իհարկե միայնակների համար։ Մարդիկ ուղղակի իրենց կզգան տարիքը այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 24-ին։ Ինչ խոչընդոտներ են։ Որոշ խոչընդոտներ են, որոնք որ պետք է հաղթահարեք այդ օրը։ Տեսնենք ինչ խոչընդոտներ են։ Ինչ-որ աղջիկ է ստեղծում, կամ ինչ-որ աղջիկան տեսնելու հետ է կապված, այդ աղջիկա հետ խոսելու հետ է կապված այդ խոչընդոտները, ինչ-որ խոչընդոտներ են։ Նաև ոչ նամակ կարող եք ստանալ, ոչ փաստաթուղթ կարող եք ստանալ, տեղեկատվություն, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ լինեք, միգուցե սկզբում դժվարանում եք օրինակ կապ հաստատել, եթե այդ աղջիկն է, հետո արդեն խոսում եք հետը։ Նաև այդ օր կարող եք վիճել ոչ մեկի հետ։ Վեճ է սա, նաև տուն մաքրում, կամ նա է, երկուսից մեկը, դա եթե վեճ է մարդը արդեն պետք է զգուշանա, որ չվիճի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։